հերթին նշում է, որ այս օրը կարևոր է հայերի համար։ Ինչ եք կարծում, արդյոք նա իրապես հասկանում է օրվա կարևորությունը եւ ընդհանուր առմամբ իշխանականները հասկանում են օրվա կարևորությունը, որ նման հայտարարություններով են հանդես գալիս։ Դες հետ էի նոր ասում, կարևորությունը աստվածավոր հասկանան, կարևորությունը հասկանալ նշանակում է իսկապես ընկալել, թե ինչ է կատարվել 107 տարի առաջ։ Եվ այդ հաղթանակի բանաձևը նորից վերագտնել, հաղթանակից խուսափել, այլ հաղթանակներին պատրաստվել, հաղթանակով ժողովրդին տանել առաջ, ոչ թե պարտության այս մթնոլորտը ստեղծել։ Մենք նախ պետք է ազատագրվենք այս պարտության մղձավանջից, սրանից պետք է ազատագրվենք, զիջումներից պետք է ազատագրվենք, էլի նորից Նժդեին պետք է հիշենք, ասում եմ, զիջումը հենց քարոզվեց, դա թուլություն է քարոզվելու, զիջողը թուլն է, ով որ իր արժեքը գիտի, որ եթե դա զիջեց, այլևս անիմաստ ընդհանրապես հետագա քո կյանքը, մարդը ամեն ինչ անում է հանուն նրա, որ այդ զիջումը չկատարի, իր ինքնությունը պահպանի։ Եվ սա է իրական ձևը եւ պատմության տված դասը։ Սա է, որ պետք է։ Եթե դրա կարևորությունը զգում են, փառք ու պատիվ բոլոր դրանց, որ դրա կարևորությունը զգում են։ Բայց եթե երեսպաշտորեն ասում են, այո, կարևոր է, բայց խոսքով մի բան են ասում, գործով ուրիշ բան, երբ որ կտոր մեր հայրենիքը այսօր այդ զիջողականության տրամաբանությամբ անընդհատ կորցվում է, այդ մարդիկ ինչ իրավունք ունեն խոսել ընդհանրապես հպարտությունից, ինչ իրավունք ունեն խոսել ընդհանրապես հայկականությունից, մեր պետականությունից եւ դրա ընդհանրապես ձեռքբերման մեթոդներից ու ձևերից։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ասել, որ մենք երբեք այսքան անկախ ինքնիշխան չենք եղել Վրաստանում։ Դե Նիկոլ Փաշինյանի որ լսես ընդհանրապես հայ ժողովուրդը մինչև իրան սխալ ապրե, իր օրոք հա որ ինչ որ մի հատ պայծառ ժամանակներ են ունենում, բայց տեսանք ինչա կատարվել չէ իր օրոք։ Նորից եմ ասում, մենք ինչ ունեինք մինչև 2018 թվականը, ինչ ունենք հիմա։ Էսա Նիկոլ Փաշինյանի պատմական բալանսը, արդյունքը, եւ եթե մնա, ավելի մեծ կորուստներ են ունենալու։ Սա ակնհայտ է։ Այսինքն 7 տարվա ընթացքում հայ ժողովուրդը այնքան բան չի կորցրել, ինչքան կորցրել է իր ամբողջ պատմության ընթացքում, եթե տեսնենք ինչ ունենք եւ ինչ ձեռք բեր, էսա իր բալանսը։ Պարոն Ռուսական սարտարապատում Էլի Փաշինյանը խոսել է խաղաղության գործընթացից եւ լույս հայտնել, որ շատ շուտ այդ բանակցություններ գնում են փաստաթուղթը ստորագրելու։ Երեք Ալեն Սիմոնյանն էլ ասում էր, որ հենց ստորագրեն 5 րոպե հետո սկսելու են առևտուր անել Բաքվի հետ։ Երբ Ադրբեջանը շարունակում է այսպես նախապայմաններ դնել, որտեղից է իրենց այդ սադրող այդ հայտարարությունները։ Գիտեք, նայեք, մարդիկ այս իշխանությունները ժողովրդի համար սահմանում են նպատակ, որտեղ հաց ընդեկած տրամաբանությամբ, առևտուր անենք, կուշ տնենք եւ այլն։ Էսա, այսինքն մենք հեռանանք մեզ համախմբող նպատակներից։ Այսինքն դուք պատկերացնում եք հայ ժողովուրդ համախմբվի նրա համար, որ կուշ տնի։ Կգնան տարբեր երկրներում, ինչպես տեսնում ենք, սփռվեն, ինչպես փյուրքը կա, եւ կուշտ ապրելու համար, որտեղ հաց ընդեկած տրամաբանությամբ կապրեն։ Սրանց պատկերացումը դա ունենալ մի հատ սպառողական հասարակություն, որի նպատակը միայն ստամոքսը լցնելն է, ուրիշ բան չկա։ Եվ այս վիճակից պետք է մենք դուրս բերենք մեր ժողովրդին, ամբողջ խնդիրը սա է, այս պարտվողականությունը, այս ընկճվածությունը, այս հուսալքությունը, մարդկանց մեջ այս դժբախտության անընդհատ սպասումը ամեն օրվա, այս վիճակից ժողովրդին պետք է ազատել։ Իսկ իրանց ասած խաղաղությունից ազատելու համար էլ այո պայքարապետք, եւ մենք պետք է գա մի սերունդ, որը ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղություն է նվաճում։ Ուրիշ ձև չկա։ Եթե այդ սերունդը չեղավ, մուրալով խաղաղություն թուրքերից դու չես ստանա։ Թուրքերից կստանաս ստրկություն։ Որտեղ այդ մարդկանց ուզածը մեր ինքնության վերացումն է։ Շատերը կային, որ այն ժամանակ էլ ասում են, թուրքերը կարող են մեր եղբայրները լինել եւ այլ։ Եվ մեկը եկել էր Զենքուսին կանգնած, ասում էր, որ թուրքերը, որ Գարեգին Նժդեի կինոն տեսել եք։ Մեկ ուզում է, ասում է, դե զենքը տուր ինձ, գնա քո եղբոր մոտ, որտեղ եղբոր մոտ զենքով չեն գնում։ Գնա տենամ եղբայրդ քեզ կընդունի, մենք էլ կասենք այո, որ դուք եղբայր եք։ Եղբայրը գալիս է մեր եկեղեցիները քանդի, եղբայրը գալիս է մեր տունն ավերի, տենց եղբայր կա։ Այսինքն ում ենք խափում, ինչին ենք խափում, մենք ինքնանպատակ հակաթուրք չենք։
Մենք նախ հակաթուրք չենք, մենք հակաթուրքիա քաղաքականության այս վարողն ենք, որովհետև Թուրքիան չի հրաժարվում իր ցեղասպան նպատակներից, չի հրաժարվում։ Երբ որ չի հրաժարվում, դա նշանակում է անընդհատ դա կկրկնվի։ Եվ միայն դեպքում է կանգնում դա, երբ որ հայ ժողովուրդը հասկանում է, որ ուրիշ ճանապարհ չկա դրանից ազատվելու, պետք է համախմբվենք եւ պայքարենք։ Եվ երբ որ պայքարում են Արամ Մանուկյանի նման այդպես հաղթում ենք եւ ունենում ենք այն ինչ որ հիմա ունենք։ Պարոն Մանուկյան, դե այս իշխանությունը պնդում է, որ այս պահին մենք ուժի լեզվով չենք կարող խոսել։ Դուք կարծում եք, որ այդ պայքարի առումով մենք այս պահին օրինակ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը կարող ենք ուժի լեզվով պատասխանել։ Իսկ ուրիշ լեզու կա։ Հիմա թող իրանք ասեն։ Ուրիշ լեզուն թուրքերենն է։ Պետք է թուրքանանք եւ խոսենք իրենց հետ, իրենց հարազատ լեզվով։ Էսա ուրիշ լեզու չկա։ Ուրիշ լեզու չեն հասկանում։ Ես դու քո ինքնությունը պահելու համար, այո, դու պետք է ուժեղ լինես։ Ոյս նորություն է դա, ինչի։ Իսկ որ իրանք ասում են, որ այդ ուժը աղբյուր չունի, սպառված է, ուրեմն թող Սարդարաբադ չտոնել։ Սարդարաբադում էլ որ այդ հաշվարկն անեին, մեկին մի քանի անգամ գերազանցող թուրքերի դեմ է դուս եկել հայ ժողովուրդը։ Սարդարաբադում, Բաշարաբարանում, Ղարաքիլիսայում։ Միաժամանակ 3 տեղ կռիվ է տվել։ Թուրքերի կազմակերպված բանակի դեմ։ Հասկանում եք։ Ինչ ենք մենք հիմա խոսում, այսինքն այս մարդիկ ընդհանրապես այս ազգի, էության, բնույթի հետ կապ չունեն, ինչի մասն է խոսքը։ Սրանք մեր մեջից քարոզում են այդ թուրքականություն։ Էսա, եթե ուզում ես թուրքերի հետ ապրես, որտեվ իրանք շատ են, ուրեմն պետք է թուրքանանք եւ Հայաստանին տանում են դեպի թուրքացում։ Էսա։